Լույսը բարի է, օրն էլ է բարի, լավ օր եմ մաղթում ձեզ, Տերը օրհնի։ Հրաշալի Սաղմոսից վերջի խոսքերն եմ կարդում, 44 Սաղմոս 21 խոսքից։ Չէ՞ որ Աստված կքններ այս բանը, որտեղ նա գիտե սրտի գաղտնիքները, բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար եւ մորթվելու ոչխարի պես ենք համարվում։ Զարթնիր, ինչու ես քնած, ով Տեր, վեր կաց, դեն մի գցիր իսպար։ Ինչու ես թաքցնում քո երեսը եւ մոռանում մեր խեղճությունը եւ նեղությունը, որտեղ մեր անձը խոնարհվեց հողի մեջ եւ մեր փորը երկրին կպավ։ Հալելույա։ Սա փորձության ճանապարհ է, սիրելիներս։ Իհարկե, Աստված քնած չի։ Այստեղ կարծես Սաղմոս 2-ն ասում է, որ ինչու ես քնած, զարթնիր։ Սա նման է, երբ որ Տերը նավի մեջ քնած էր, աշակերտները զբաղված էին ամեն մեկը իրենց փրկության հարցով։ Սիրելիներս, եկեք վստահենք Տիրոջը։ Տերը թույլ է տալիս, որ մենք շատ դեպքերում մենք էլ, ես եւ դու էլ, մեր հպարտությունը, իրավիճակները, ամեն բան տանում են նրան, որ ես կարամ, դու կարաս։ Ոչ, սիրելիներս, Աստված թույլ է տալիս, որ ես եւ դու ընկնենք խեղճության եւ նեղության մեջ, որ մենք կանչենք իրան, կանչենք Տիրոջ փրկությունը եւ նա կգա։ Երբ որ ես եւ դու հպարտությունը փոխենք խոնարհության, նա հողի վրայից մեզ կբարձրացնի, սիրելիներս։ Եկեք մեր կախումն ու վստահությունը միայն լինի նա, ոչ մարդ, ոչ բարեկամ, ոչ հարուստ, ոչ կարողություն, ոչ իշխանություն, ոչ մի բան։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Ամեն։